Նախ ցանկանում եմ ողջունել բոլոր մասնակիցներին եւ մասնավորապես մեր օտարերկրյա հյուրերին։ Այսօրվա անհանգիստ աշխարհում Հայաստանի համար աշխարհաքաղաքական ծանր պայմաններում հայդատավորների բազմաթիվ հայցերի պայմաններում մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձեր ներկայությունը այստեղ գերագնահատել թերևս հնարավոր չէ։ Եվ այս հավաքը կարծում եմ, որ համոզված եմ, այսինքն, որ կարող է ունենալ եւ նման հավաքները կարող են ունենալ որոշակի դրական ազդեցություն ոչ միայն ազգային դատավորների ազգային միությունների կայացման, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլ որ ավելի կարեւոր է դատավորների անկախության իրական ապահովման եւ դատարանների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման համար։ Մասնավորապես մեր երկրում մենք այդ վստահության մակարդակի բարձրացման խնդիրը ունենք եւ կարծում եմ, որ մեր հասարակությունը ականատես լինելով նման հարգարժան հավաքին մեր երկրում կարող է իսկապես համոզվել, որ մեր դատավորները կարող են նաև որոշակիորեն ազդեցություն ունենալ, կարող են նաև որոշակիորեն մասնակցություն ունենալ եւ իրապես ցանկանալ ունենալ անկախ դատական համակարգ։ Դատավորների միության ստեղծումը Հայաստանում հենց այս նպատակն էր հետապնդում եւ ես այսօր շատ հուզված եմ եւ ուրախ տեսնելով թե մեր միությունը ինչի է հասել։ Գիտեք, նման է նրան, որ ծնողը տեսնում է իր երեխայի մեծանալը եւ նրա որոշակի արդյունքներ գրանցելը։ Եվ քանի որ ինչպես ասացի, մեր միության նպատակը հենց այդ է եղել, որպեսզի կարողանանք դատավորների անկախության մակարդակը բարձրացնել, որպեսզի կարողանանք մեր հանրության, այսինքն դատական համայնքի ներսում քննարկել մեր խնդիրները եւ հասնել դրանց լուծմանը, խիստ կարևորում եմ անդրադառնալ մի երկու հարցի։ Թերևս առաջինը այն է, որ մենք բոլորս գիտենք, կարծեք թե որպես վերջին ճշմարտություն, որ որոշելու համար թե արդյոք դատարանը կարող է համարվել անկախ, դա նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան է, գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, որոնց պետք է անդրադառնալ, դա դատավորների նշանակման կարգն է, նրանց պաշտոնավարման ժամկետը եւ այս առաջի երկուսում միգուցե միությունը քիչ անելիք ունի, բայց արտաքին ճնշումների դեմ երաշխիքների ապահովման եւ որպես անկախ իրապես ընկալվելու առումով դատավորների միությունները բավականին անելիքներ ունեն։ Առաջինը ես կցանկանայի անդրադառնալ հենց այդ դրսից ճնշումների դեմ երաշխիքների առկայությանը։ Տարիներ առաջ, երբ որ Եվրոպայի խորհրդում նախագահում էր Ֆրանսիան, երկրների անդամ երկրների Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բարձրագույն դատարանների ներկայացուցիչները հրավիրվել էին Փարիզ եւ հանդիպում ունեցան նախագահ Մակրոնի հետ։ Դա նրա խոսքերն էին, իմ խոսքերը չեն, որ այսօրվա Եվրոպայում այսպես կոչված ցանկանում եմ բառը գտնել հայերենով, բայց ոչինչ կօգտագործեմ այսպես պոպուլիստ արտահայտությունը, պոպուլիստ քաղաքական ուժերը փորձում են հարվածի տակ դնել դատական իշխանությանը, որը իհարկե մենք թույլ չենք տա։ Բայց այդ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ եւ կրկնում եմ դրա արդյունքը այն է, որ մենք մարդու իրավունքների եվրոպական դատարանում ունենք Հայաստանից ներկայացված գործեր դատավորների պաշտոնավարման հետ կապված եւ ունենք նաեւ արդեն արդյունք գրանցած, որով ուրեմն դատավորի դիմումը մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմնազուրկ չհամարեց եւ խախտում արձանագրեց։ Հիմա Ինչու եմ ես այս հարցին անդրադառնում, ինչ երաշխիք կարելի է ստեղծել դրա համար։ Ուրեմն նախ կարծում եմ, որ շատ երևի թե այս պահին
ճիշտ է, երբ որ մեր դատավորների միության նախագահը այլևս գործող դատավոր չէ, քանի որ ժողովրդավարական հասարակությունում դատավորները պետք է պաշտպանված լինեն իրենց հեղինակությունը վնասող անհիմն հարձակումներից, միշտեր դրանց դեմ արձագանքելու համար դրանք կաշկանդված են քաղաքական զսպվածության և չեզոքության պարտավորությամբ։ Գործող դատավորը, երբ որ նախագահ է հանդիսանում, կարող է մեղադրվել, այսպես ասած, քաղաքական չեզոքություն չպահպանելու կամ զսպվածություն չպահպանելու համար։ Արդեն պաշտոնաթող դատավորի և միության համար կարծեք թե այդ խնդիրը չկա և դատավորների միությունները շատ անելիքներ ունեն այդ հարցում։ Սա կարևոր է ոչ միայն որպեսզի մենք այդ ճնշումը բացառենք, այլ նաև որպեսզի դատարանը արտաքուստ իրապես ներկայացվի, այսինքն ընկալվի որպես անկախ։ Այս առումով բավականին հետաքրքիր է Եվրոպական դատարանի գործերից մեկը, ես կարծում եմ, որ մենք այստեղ երևի ներկայացուցիչ կունենանք Մակեդոնիայից, որը վերաբերվում էր Մակեդոնիայի սահմանադրական դատարանի նախկին նախագահին, որը հեռացվել էր պաշտոնից իր դեմ հարուցված լյուստրացիայի վարույթի արդյունքում և դատարանը այստեղ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այստեղ արձանագրեց արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ վարչապետի գործողությունների պատճառով, ով վարույթի ընթացքում բաց նամակ էր հրապարակել և դիմումատուին մեղադրել նախկին ռեժիմի ոստիկանական ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Դատարանը որոշեց, որ այն ոչ թե դատավորի վրա ազդեցության կամ ճշտման փաստացի ապացույց է, այլ կարևորեց հենց անաչառության արտաքին դրսևորման հիմնահարցը։ Մենք ցավոք սրտի վերջին տարիներին մեր հանրապետությունում դրան ականատես ենք եղել, երբ որ դատավորների հասցեին քաղաքական իշխանությունը, ինչու՞ չէ որոշ դեպքերում նաև ընդդիմությունը նման արտահայտություններ էին թույլ տալիս և դա իհարկե հասարակության աչքում կասկածի տակ էր դնում արդեն դատարանի անաչառությունը։ Ինչ առաջարկ ես ունեմ այս առումով։ Ես կարծում եմ, որ Եվրոպական դատավորների միությունը պետք է առավել այսպես չօգտագործեմ ագրեսիվ բառը, բայց ամենայն դեպս դիրքորոշում որդեգրի և այն դատավորների գործերով, որոնք ուրեմն դատարան են դիմել, մարդու իրավունքների Եվրոպական դատարան են դիմել, փորձի օգտվել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ընձեռնված այնպիսի հնարավորությունից, ինչպիսին որպես երրորդ արծ գործի քննության ընդգրկվելն է և իր գրավոր կամ բանավոր բացատրությունները գործի վերաբերյալ ներկայացնելի։ Ես սա կարծում եմ, որ գործուն մեխանիզմ է, որպեսզի միությունը կարողանա իրացնել իր առջև դրված խնդիրները։ Իմ կողմից ուսումնասիրված գործերում ես դրան չեմ հանդիպել, բայց կարծում եմ, որ համենայն դեպս դա պետք է առավել երևացող լինի և առավել հաճախ միությունը կարողանա դրան այդ լծակը օգտագործել։ Եվ այդ լծակը ոչ միայն այդ լծակը օգտագործել, այլ նաև իր, այսպես ասած, հաստատուն դիրքորոշումը արտահայտի անդամ պետություններում դատավորների նկատմամբ հարձակումների վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Եվրոպայում մենք միակը չենք, շատ երկրներում են այդ արտահայտվել և դրանց վերաբերյալ որոշակի դիրքորոշում արտահայտելը կարող է բավականին օգտակար լինել։ Եվ վերջում օգտվելով այս ընձեռնված հնարավորությունից ես կցանկանայի խոսել մի բավականին զգայուն հարցի վերաբերյալ։ Ես խնդրում եմ իմ մոտեցումը, այսպես ասած, քաղաքական չհամարել, ես ինքս փորձում եմ այդ չեզոքությունը պահպանել, բայց վերջին տարիներին մենք ականատես եղանք մեր ժողովրդի մի հատվածի նկատմամբ թույլ տրված էթնիկ զտման ակտին, եկեք ավելի խիստ բառեր չօգտագործեմ, որոնց թվում էին 22 դատավորներ, ընդամենը 22 դատավորներ, որոնց պաշտպանության համար պետք է ձայն բարձրացնեն ոչ միայն ազգային
դատավորների միությունը, այսինքն մեր միությունը եւ ինչ որ միջոցներ ձեռնարկեն նրանց օգտակար լինելու, նրանց այդ առանց այդ ծանր վիճակում նեցուկ լինելու համար, այլ նաև դատավորների տարբեր միջազգային կազմակերպությունները եւ այսօրվա մեր հյուրերը դրանց թվում այդ ձայնը պետք է բարձրացնեն ոչ միայն միության շրջանակներում, ցանկալի է մեզ համար, այլ նաև իրենց երկրներում, քանի որ ունեն 22 դատավորներ, որոնք հեռացել են իրենց երկրից, բռնի տեղահանվել են այդ երկրից եւ այսօր շատերը ունեն ամանների ապահովման խնդիր։ Ես միգուցե ողջունի խոսքից շեղվեցի, բայց համենայն դեպս առիթ էր ընձեռվել եւ օգտագործեցի, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը, իսկ վերջում ցանկանում եմ մեկ անգամ եւս ողջունել ձեր մոլորին եւ մաղթել ձեր աշխատանքին արդյունավետ ավարտ, մաղթել, որպեսզի այն շարունակական լինի եւ ինչպես սկսեցի այսօրվա անհանգիստ աշխարհի մասին հղումով այդ աշխարհը հանդարտվի եւ մենք բոլորս կարողանանք խաղաղ պայմաններում իրականացնել մեր հիմնական գործառույթը